Ամբողջ աշխարհում մարտի 22-ին նշվում է ՄԱԿ-ի հայտարարած ջրի համաշխարհային օրը։ Լինենք հոգատար, նախագիծը միացել է ՄԱԿ-ի ջրի համաշխարհային օրը միջազգային արշավին եւ պաշտոնապես ներկայացված է ՄԱԿ-ի միջոցառումների ցանկում։ 2012 թվականին ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումները ամբողջ աշխարհում կանցնեն ջուրը եւ սննդի անվտանգությունը կարգախոսի համատեքստում։ Այս տարվա խնդիրը դա ջուր եւ սննդի անվտանգությունն է։ Հայաստանի համար կարծում եմ, որ բավականին ակտուալ է, քանի որ երևի գիտեք, որ մեր Հայաստանում կեղտաջրերի մաքրման կայանների բացակայության պայմաններում հիմնականում ոռոգումը կատարվում է մակերոյթային ջրային ռեսուրսների հաշվին։ Եթե աշխարհում խմելու ջուրը չի հերիքում, համաձայն ՄԱԿ-ի տվյալների, ապա Հայաստանում ջրային ռեսուրսները դեռևս բավականացնում են ներքին կարիքների համար, սակայն այստեղ կա ջրի որակի եւ կառավարման խնդիր։ Առանց ջրային ռեսուրսի մենք ոչ մի զարգացման, ոչ մի բարեկեցության, ոչ մի սննդի անվտանգության, պարենի անվտանգության մասին խոսել չենք կարող։ Տվյալ ոլորտում օրենսդրական բացեր քիչ կան, ասում են մասնագետները, խնդիրը իրավակիրառման մեջ է, մաշված են ջրամատակարարումն իրականացնող խողովակները, սա էլ կարող է դժբախտ պատահարների պատճառ դառնալ։ Դեռևս նման դեպք չի արձանագրվել, որպեսզի ջուրը չհամապատասխանի խմելու ջրի ներկայացվող հիգիենիկ նորմերին։ Այսօր Հայաստանում ունենք ցանց, որը որ բարոյապես եւ ֆիզիկապես մաշված է, այդ մաշվածության առումով կարող են լինել դեպքեր։ Ջրի որակը բավական ուրեմն հսկողության ներքո է, դա ակնհայտ է։ Ջրի մաքրությունը անմիջական կապ ունի սննդի անվտանգության հետ, հետևաբար սպասվող բնակլիմայական փոփոխությունները, որ կարող են անդրադառնալ ջրի վրա եւ նվազեցնել այն, խնդիր են առաջացնում սննդի անվտանգության ոլորտում։ Ջրի օգտագործումը Հայաստանում վերջին տասնամյակում կտրուկ աճել է, թեև ջրային ռեսուրսները ներքին կարիքների համար դեռ բավարար են, բայց եթե այն խնայողաբար չօգտագործենք, ապա ջրի խնդիրը Հայաստանում կսրվի, ահազանգում են մասնագետները։ Մերի Եգորյան, Աշոտ Մնոյան, Սլաքեյեմ։